Աստղերը ցույց են տալիս, որ նրանք առավել այլ աշխարհների հետ կապ կարող են հաստատել այլ աշխարհներ կարիճները, անդրշիրիմյան ձկները դրանք արդեն վերևում գտնվող, հոգիներն են, նրանք հրեշտակներն են։ Խեցգիտիները կարող են զգալ իրենց նախնիների այդ ներկայությունը, իհարկե դրական մոլորակներ, քարտեզները կրկին դրանք ցույց են տալիս, երբ որ ես ասում ձեր տանը սուրբ ունեք, իրենք զարմանում են, այո սուրբ ունեն, այդտեղից երևում է, որ նրանց այդ նախնիների ներկայությունը կա, նույնիսկ Սատուրնի դեպքում եմ նկատում, հարցնում եմ, արդյոք ձեր ազգում այսպիսի մեկը եղել է, որը բանիմաց, իրեն հարգել են, հոգևոր գիտելիքներ են ունեցել, քարտեզները այդ ամենը ցույց է տալիս։ Էզոթերիկ տեսանկյունից այստեղ գալուց առաջ ինձն էր հետաքրքիր, որ այդպիսի մի նյութ բերեց ինձ համացանցում, ես հասկացա, որ պիտի դա լսեմ։ Այո, այնտեղ ասում էր, որ մինչև 3:30 օրը իրենք շրջապատում են լինում, ասեց հայելիները ինչու պետք է փակեն, որտեղ հնարավոր է իրենց հոգիները շարժվեն, այո, եթերային պլանում եւ այդ ամենը երևա գիտական առումով ես կարդացի վերջերս Բեղտերևային, որը մահացել է, Բեղտերևան ինքը նշել էր, որ այո, հոգիներ գոյություն ունեն։ Նա եւ գիտական շրջանակներում էլ արդեն վերջերս ասել ես հանդիպել եմ հոգեթերապևտի եւ արդեն ավանդական հոգեթերապիայից անցնել է ռեգրեսիվ այդ մեթոդներին ռեգրեսոլոգները նրանք հիմնականում արդեն աշխատում են նախորդ կյանքերի խնդիրների վրա բացատրեց այդ մասնագետը որ մի կին էր եկել ինձ մոտ, կոնքի հատվածում սուր ծակոցներ կար, նրան ասել են, որ դա հոգեսոմատիկ է, որովհետև ոչ մի բժշկական հետազոտություն դա ցույց չէր տվել, նրան ասել էր, որ խնդրում եմ մանկության տարիներ անցնենք եւ այդտեղ հասկանանք ինչ խնդիր ունեն։ Երբ որ նա անցել են արդեն այդ թերապիային, նա բացատրել է, որ ես Ֆրանսիայում եմ, պատերազմ է եւ այդտեղ հարձակվեցին մեր վրա եւ նրան վիրավորում է ստանում, մահացու վիրավորում է ստանում հենց մարմնի այդ հարվածում։ Այդ բժիշկը նա ասեց բավականին երկար տարիներ փորձառություններ 10 քանի տարի, մինչև 20 տարի աշխատել էր ավանդական մեթոդներով եւ սկսել էր աշխատել հենց այդ խնդիրների վրա, չգիտեմ, գիտական հիմք չկա, բայց իրենք լուրջ մարդիկ են, իրենց կյանքի հետ գործունեությունը դիտարկում ես, ուրեմն նրանց մոտ Նեպտուն է, ինչ-որ կենդանակերպ մեծկներն է, եւ ամենակարևորը, Իլոնա ջան, լինի, չլինի, որ ոլորտում էլ աշխատես,